Այսօր հայ մշակույթի երկնակամարում մարեց մի լուսավոր աստղ, կյանքից անժամանակ հեռացավ ճանաչված դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Դեղտրիկյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արա Դեղտրիկյանի կինը Ազգային ժողովի նախկին պատգամավոր է։ Նրանք համատեղ ունեն մեկ դուստր՝ Մանան Դեղտրիկյանը։ Ոչ միայն ճանաչված դերասան Արա Դեղտրիկյանի միակ դուստրն է, այլ նաև կնոջ այն տեսակը, որի կերպարում ներդաշնակվում են ինտելեկտը, նրբությունն ու սրտի ջերմությունը։ Նրա կյանքի ուղին թե մասնագիտական, թե անձնական ոլորտում արժանիորեն կարելի է համարել օրինակելի։ Մանան Դեղտրիկյանը ստացել է բարձր կրթություն, ավարտելով Եվրոպական համալսարանը իր գործունեության առաջին տարիներին նա աշխատել է Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարությունում, որտեղ ներդրել է իր գիտելիքներն ի նպաստ հայապահպանության և ազգային մշակույթի պահպանման։ Սակայն կյանքի հաջորդ փուլում Մանանն ընտրեց ամենաբարդ, բայց նաև ամենակարևոր առաքելությունը՝ մայրությունը։ Ամուսնությունից հետո նա բնակություն էր հաստատել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ արդեն ավելի քան մեկ տասնամյակ նվիրված է իր ընտանիքին։ Այսօր նա զբաղվում է իր երեխաների Արեգի և Առնոյի խնամքով, որոնք նրա կյանքի ամենաթանկ արժեքներն են։ Սակայն վերջին տարիներին հավանաբար Մանան Դեղտրիկյանը վերադարձել էր հայրենիք ծնողների մոտ։ Նրա մասին խոսելիս Արա Դեղտրիկյանը հաճախ նշել է սիրով ու հպարտությամբ. «Ունեմ երկու թոռնիկ, երկու ավազակներ՝ Արեգն ու Առնոն»։ Մանան Դեղտրիկյանն այն մարդկանցից է, ովքեր չնայած ապրել են հայրենիքից հեռու, սակայն շարունակել են իրենց ընտանիքի, հայեցի դաստիարակության և ազգային արժեքների կրողն ու պահապան լինողը։ Նա այսօր ապրում է համեստ, բայց լեցուն կյանքով, լինելով ամուր հենասյուն իր ընտանիքի համար և արժանավոր ժառանգորդ այն հոգևոր աշխարհի, որն ամրացրել էր իր հայրը՝ Արա Դեղտրիկյանը։ Արա Դեղտրիկյանը նկարահանվել է մի շարք սերիալներում, ինչպիսիք են «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր»։ Նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կրկնօրինակել է բազմաթիվ գեղարվեստական ֆիլմեր։ Նա անդրադարձել է այն սկզբունքներին, որով ապրում է, նշել է, թե որն է իր հաջողության գրավականը։ Պարոն Դեղտրիկյանը խոստովանել է, որ խուսափում է շփվել տգետ մարդկանց հետ, դիմացինի հետ հարաբերություններում նախընտրում է անկեղծությունը։ «Ով է ձեր առաջին հիշողությունների հերոսը» դերասանը պատասխանել է ծնողներս են։ Շարունակեք միտքը, անհնար է անտարբեր անցնել մարդկանց կողքով, որոնք առհասարակ անտարբերությունը լավ բան չէ, մարդկանց պետք է վերաբերվել այնպես, ինչպես թելադրում է սիրտդ։ Կա մի պարզ սկզբունք, որը որդեգրել եք ապրելու համար։ Լինել ազնիվ, պարկեշտ, երևի հնացած բաներ եմ ասում, սրանք կարևորագույն որակներ են, որոնցով մարդ պետք է առաջնորդվի։ Այն ամենն, ինչին հասել եք շնորհիվ իմ աշխատասիրության, նվիրվածության, երևի ինձ տրված շնորհի։ Մասնագիտական առումով միշտ փորձել եմ հղկվել, հասնել պրոֆեսիոնալ բարձր մակարդակի։ Պետք չէ հավատալ մարդկանց, որոնք գիտակից ադեկվատ չեն։ Այն մարդկանց կարծիքն եմ հաշվի առնում, որոնց մարդկային տեսակը բարձր եմ համարում։ Ունեք բնավորության մի գիծ, որի համար մտերիմները միշտ մեղադրում են ձեզ։ Չգիտեմ, դա պետք է մտերիմներին հարցնել։ Ձեր համառությունը կարող է հաղթել, միայն ճիշտն ասած ես այդքան էլ համառ չեմ։ Ձեր ամենատարօրինակ սովորությունը ո՞րն է։ Չգիտեմ, առանձնապես տարօրինակություններ չունեմ։ Ո՞ր մուլտհերոսին եք նմանեցնում ձեզ։ Հստակ չեմ կողմնորոշվում, բայց հաստատ բարի մի հերոսի։ Ինչից կամ ումից կախում ունեք։ Ոչ մի բանից։ Հնարավոր է լինել միշտ սիրահարված։ Այո, իհարկե, ես արդեն 33 տարի է սիրահարված եմ, ապրում եմ իմ սիրելի կնոջ հետ։ Սերը միշտ մնում է, պարզապես տարիների ընթացքում վերածվում է խորը մի աշխարհի, որտեղ այր ու կին նայում են միևնույն ուղղությամբ, իսկ թրթիռներն իհարկե մնում են, հասնում անբացատրելի մի ստադիայի։ Որն է աշխարհի ամենալավ տեղը։ Ձեզ միշտ ոգեշնչել են այն մարդկանց պատմությունները, որոնք խելացի են, խորաթափանց, որոնց կյանքն անցել է շատ հետաքրքիր։ Ձեզ երբեմն վախեցնում են մարդիկ, որոնք տգետ են, տգիտությունը մարդկային արատներից ամենասարսափելին է։ Կյանքն անտանելի կլիներ առանց սիրո ու ընտանիքի։ Ձեր կյանքի ամենադժվարին փուլը ո՞րն եք համարում։
Ամեն ժամանակահատված իր դժվարություններն ունի, համենայն դեպս այդ փուլերը կարծես թե հաղթահարել եմ և դրանցից դուրս եմ եկել պատվով։ Դիմացինի հետ նախընտրում եք խոսել ակնարկներով, թե բաց տեքստով։ Միշտ նախընտրում եմ անկեղծությունը, նախընտրում եմ շփվել հասկացող մարդկանց հետ, որոնք իրենց աշխարհայացքով նման են ինձ։ Եվ վերջին հարցը՝ ինչու համաձայնեցիք մեզ հարցազրույց տալ, որովհետև նախապես ասացիք ձեր հարցերի շրջանակը, հետաքրքրեց։ Օջախս տխուր է, առանց քեզ նասելիս, աղջկս քո ճամփին, խամրում է ինչ անեմ, աղ սիրտս կարոտից, մարում է ինչ անեմ։ Տաղասեմ նազերիդ, օջախս տխուր է, առանց քեզ նազելիս, աղջկս քո ճամփին, խամրում է ինչ անեմ, աղ սիրտս կարոտից, մարում է ինչ անեմ։ Տաղասեմ նազերիդ, օջախս տխուր է, առանց քեզ նազելիս, աղջկս քո ճամփին, խամրում է ինչ